Սիրելիներ, ողջույն, ինչպես եք թանկագին բարեկամներ, իմ աշխարհի ամենալավ հետևորդները դուք եք, որովհետև միացել եք իմ ալիքին, որովհետև իմ ընտանիքն եք, շատ համեղ, յուրահատուկ բաղադրատոմս եմ այսօր ներկայացնելու եփած կարտոֆիլով, նախապես եփում ենք, կներեք, իդեպ դեռ շատ տաք է, որովհետև հենց նոր եմ ջրքամել, հենց կեղևով եփում եք մի քիչ խոշոր կարտոֆիլներ վերցրեք, որ հարմար լինի։ Հիմա ինչ ենք անելու, սիրելիներ, ունենք պանիր, իմ մոտ մոցարելա պանիր է, որ օգտագործվում է պիցայի համար, թարմ մոցարելա չի, այսինքն դուք օգտագործեք սովորական հալվող պանիր, որ սիրում եք։ Նախապես ջեռոցի ամանի վրա այսպես դրեք յուղաթուղթը ու բաժին, այսպես 3 մասից պանիր եմ դրում, մի քիչ սենց տարածում եմ, պանիրը որքան որ հերիք է, ես ափսեի մեջ ուղղակի լցրել եմ, որպեսզի հարմար լինի օգտագործելը, բայց սառնարանում շատ ունեմ, մոտավոր 250 գրամ կպահանջվի, արդեն քերած վիճակում է, այսպես ենք անում, նորից ավելացնեմ պանիր, ընդհանուր 250 գրամ է, ու ես մի անգամից հենց այսպես քերված եմ առնում, պատրաստի 250 գրամանոց տուփ է, հեշտ է, մինչև քերիչով անց եմ գազում, եթե պատրաստին կա, էլ չեմ չարչարվում։ Վերջ, պանիրը այսպես դնում ենք, մի քիչ էստեղ ավելացեմ, ուզում եմ հավասար լինի, որ լավ լինի։ Ու ինչ ենք անում, կարտոֆիլը լավ եփված, շատ փափուկ, մեջից 2 մասի եմ բաժանում, յուրաքանչյուրի վրա այսպես դնում եմ։ Ինչի համար եմ ասում խոշոր կարտոֆիլ, որ այսպես հարմար է 2 մասի բաժանենք ու պատրաստենք։ Բաժակով մի փոքրիկ այսպես սեղմում ենք։ Հետո կեղևը սիրուն ձեռքով տեսեք, հենց այսպես անենք հանվելու է։ Շատ հեշտ է։ Ինչու եմ կեղևը պահում, որ սեղմելուց տրորելուց հարմար է, բաժակին շատ կարտոֆիլը չկպնի, դրա համար, թե չէ կարող ենք նախապես կեղևից հանել, հետո նոր ճզմել։ Հետո մի լավ աղ ենք անում, շատ կարևոր է, որտեղ կարտոֆիլը աղ է սիրում, սիրելիներ, չմոռանաք առատ աղը, պանիրը, որովհետև աղ չունի, կարող եք աղի պանիր էլ օգտագործել, խնդիր չի։ Ուրեմն, պղպեղ, ինչպիսի համեմունքներ դուք սիրում եք, կարող եք հանգիստ ավելացնել։ Հիմա շատ կարևոր է ձեթը։ Այսպես քիչ ձեթ ենք քսում յուրաքանչյուրին։ Ես զեյթունի ձեթ եմ քսում, դուք ինչ որ ուզում եք, սիրելիներ, դա կարևոր չէ։ Ու հետո երեսից նորից պանիր ենք լցնում, ջեռոցը միացնում ենք, սիրելիներ, իմ մոտ ջեռոցը լավ տաք է, որովհետև խմորեղեն եմ պատրաստում, հիմա խմորեղենը հանելու եմ ու դնելու ենք կարտոֆիլը, 170 աստիճանում ենք պատրաստելու, մինչև որ սենց խրթխրթան սիրուն մասա ստացվի, պետք է պանիրը հալվի ու մի քիչ էլ կարմրի։ Վերջ սիրելիներ, ուղարկում ենք ջեռոց, թողնում ենք լավ կարմրի, խրթխրթան բան ստացվի։ Եթե ուզում եք ավելի բարակ անեք, կարող եք մի փոքրիկ կարտոֆիլներ մի քիչ փոքր ընտրել ու ավելի տափակ պատրաստել, դա էլ է տարբերակ։ Վերջ, կհանդիպենք, երբ որ պատրաստի 170 աստիճանում ենք պատրաստելու, մինչև որ ինքը սիրուն կարմրի։ Կասեմ, որքան ժամանակում է պատրաստ լինում։ Հիմա մինչ պատրաստ լինեն կարտոֆիլները, սիրելիներ, պատրաստում ենք սոուսը, ինչով որ մատուցելու ենք, վարունգի թթու կամ մարինադ, իմ մոտ մարինադ է, քերիչով անց ենք կացնում, կարող եք շատ մանր կտրատել։ Ես գործը հեշտացնելու համար քերիչով անց եմ կացնում, շատ ճիշտ է այսպես, որովհետև կտորները այդպես շատ չի երևում, չի զգացվում ուտելուց, բայց անմահական է լինում։ Մոտավորապես 3 հատ, այսպես փոքրիկ չափի քերիչով անց կկացնենք։ Հիմա քերած վարունգին ավելացնում ենք կես թեյի գթալի չափով չոր սամիտ, ավելացնում ենք սխտորի փոշի կամ թարմ սխտոր ըստ ճաշակի, շատ քիչ աղ ենք անում, որովհետև արդեն վարունգը աղի է, սև պղպեղ, կամ մածուն, կամ թթվասեր, կամ հունական յոգուրտ, իմ մոտ հունական յոգուրտ է, ու մի լավ այսպես հիմա կխառնենք,
Ընտիր սովուս է, խորհուրդ եմ տալիս, պատրաստեք, շատ ուտեսների հետ է, շատ համեղ մատուցվում է։ Սիրելիներ, դնում ենք սառնարանում, ինքը պետք է սառը լինի, հետո մատուցելուց սիրուն ափսեի մեջ լցնելու ենք ու մատուցելու ենք։ Սիրելիներ, պատրաստ է, տեսեք, հրաշք։ Մեկը արդեն սառել է, մյուսը դեռ տաք վիճակում է, նոր հանեցի։ Հիմա թողնում եք մի քիչ հովանա ու համտեսում ենք։ Ուզում եմ, որպեսզի դուք տեսնեք, թե ինչպես է թխվել ներսից, տակից, խրթխրթան, ընտիր բան է ստացվել։ Սիրելիներ, դեռ տաք է, բայց պետք է համտեսում անեմ, զգում եք խրթխրթան, որքան լավ վիճակում է, այսպես պետք է լինի, եթե ավելի բարակ պատրաստեք, ավելի խրթխրթան կլինի բնականաբար, այս համեղ սովուսը սենց վերցնում ենք, կսում ենք վրան ու անուշ ենք անում, ձեզ կասեմ բարի ախորժակ, իմ հետ միասին անպայման պատրաստեք, չմոռանաք բաժանորդագրվեք, եթե չեք բաժանորդագրվել, իհարկե կիսվեք բաղադրատոմսով, ձեր ընկերների հետ պատրաստեք, իսկ մենք կտեսեք հաջորդ տեսանյութին։ Հրաշք է, շատ համեղ է ընկերներ, անպայման պատրաստեք։